Վաղ առավոտյան բերման է ենթարկվել Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնված վարույթի շրջանակում Արեգ Նազմանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար։ Արադ ցեմենտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ, ուզում են իմանալ, թե ի վերջո երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանի խոսքով դիմել են իրավապահներին, հարցրել, թե երբ կարող են աշխատել, որ մարդիկ գոնե իրենց օրվա հացի հարցը լուծեն, սակայն հարցերն այդպես էլ անպատասխան են մնացել։ Մինչ օրս քննչական կոմիտեն ոչ հանդես է եկել հայտարարությամբ, ոչ էլ պատասխանել նշված հարցերին։ Աշխատակիցներն ասում են, բոլորն էլ ու ապարիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է չեն աշխատում, անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ Ձերբակալությունից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեջբերում նրա հայտարարությունից։ Տոտալ սպառնալիքների, վիրավորանքների, զինակիցների ձերբակալությունների արշավի շարունակությունն է իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարքովի գործը։ Իմ խիղճը հանգիստ է։ Մեզ շատ անհրաժեշտ է ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը, անկախ բոլոր անարդարություններից։ Ես շարունակելու եմ ուժերից ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, գրել է Ծառուկյանը։ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական գործը փուչիկ է անվանել։ Ձերիմեթացը պրոցեսի սիզգեյդետինից բու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա լրագրողներին հայտնել է, որ որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական կողմի հետ ու հիշեցրել, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, իսկ մեջբերում էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը։ Մեջբերման ավարտը։ Բայրամովի խոսքով Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը, ընդ որում Ադրբեջանը կրկին պահանջում է Հայաստանի սահմանադրությունը, որից հետո միայն Բայրամովի պնդմամբ խաղաղության համաձայնագիրը կարող է վերջնականապես ստորագրվել։ Գորիսի տարբեր հատվածներում գայլերը արձակվել են մարդկանց վրա։ Տուժել է 6 քաղաքացի, որոնց թվում կա 2 տարեկան երեխա։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել է, որ մեկ հիվանդի վիճակը ծանր է, իսկ մյուս 5-ինը թեթև կամ միջին ծանրության։ Այս գիշեր Երևան ժամանած ուղևորները օդանավակայանում անձնագրային հսկողության հսկիչ կետերն անցնելու իրենց հերթին են սպասել մոտ 3 ժամ։ Խցանումն առաջացել է այն պատճառով, որ Զվարթնոցը գրեթե միաժամանակ 5 չվերթ է իրականացրել։ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանրային աջակցություն է հայտնել իրավական ու քաղաքական զարգացումների կենտրոնում հայտնված Գագիկ Ծառուկյանին։ Մարզուհին այս քայլով արձագանքել է վերջին օրերին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի շուրջ ծավալվող աղմկահարույց իրադարձություններին։ Նա անթույլատրելի է համարել մարդու արժանապատվության հնարավոր ոտնահարումը։ Ավդալյանն իր մարդկային զորակցությունն է հղել նաև Ռոզա Ծառուկյանին եւ նրա ընտանիքին, մաղթելով ուժ եւ տոկունություն։ Նա հույս է հայտնել, որ ստեղծված կնճռոտ իրավիճակը կստանա արագ ու խաղաղ հանգուցալուծում։ ԱՄՆ-ն այս գիշեր ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները, հարձակվելով ռադարների եւ հակաօդային պաշտպանության միջոցների վրա, հայտնել է Axios գործակալությունը։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում եւ Աբու Մուսա կղզում։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ հարվածներ են եղել Բուշեր ատոմակայանի շրջանում։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում են հրդեհների բազմաթիվ օջախների եւ էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Իրանի Բուշեր քաղաքում 2 արկ է ընկել ռազմական բազայի վրա, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Մոտ 10 պայթյուն է լսվել Չաբահարում եւ Կոնարակում։ Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Ըստ նախնական տեղեկությունների խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։ Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխանատվություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։ Այդ կապակցությամբ Քուվեյթում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս հայտարարությունից շատ չանցած Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ սրանով հարվածները դեռևս սկսվում են։ Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը։ İhtiyaç duyulan aşamada
ittifakın Էրդողանը նաև նշել է, որ միաժամանակ շարունակում են օգտագործել Ռուսաստանի հետ առկա կապի ուղիները խաղաղ գործընթացին նպաստելու նպատակով։ Ռուսաստանի կառավարությունն ամբողջությամբ արգելել է դիզելային վառելիքի արտահանումը երկրից։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այս հայտարարությունը փաստում է ներքին շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Արդեն հուլիսին վառելիքով հարուստ այս տերությունը ստիպված կլինի նավթամթերք ներմուծել արտերկրից։ Սպառման ծավալները 1/3-ով անսպասելի աճել են, լուրջ խնդիրներ ստեղծելով բենզալցակայանների համար։ Պակասուրտը փակելու նպատակով իշխանությունները նույնիսկ հետաձգել են վերամշակող գործարանների պլանային նորոգումները։ Թեև Մոսկվան հավաստիացնում է, որ վիճակը կայուն է, սակայն ոլորտի մարտահրավերները դեռևս հեռու են լուծված լինելուց։ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ բարձր գնահատել նրա ջանքերը երկրի միավորման հարցում։ Սպիտակ տան ղեկավարն Ալ-Շարային անվանել է ուժեղ առաջնորդ եւ հավանական համարել Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից հանելու հեռանկարը։ Այս հայտարարություններին զուգահեռ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սիրիական պատվիրակությունը բանակցել է նաեւ ԱՄՆ կոնգրեսի անդամների եւ հատուկ բանագնացի հետ։